Այս շարքը, որ մենք շարունակում ենք, այսօր 16-րդ ուսուցումն ենք ունենալու, ինչ կպատասխանեիր վերնագիրը կրող շարքից եւ խոսելու ենք, բնականաբար գիտեք Տեր Հիսուսն է այդ հարցերը տալիս եւ հետաքրքիր է, որ ինքը այստեղ է, ինքն էլ հարցերը տալիս է, բայց մենք հարցերը ընթերցում ենք խոսքի մեջ եւ մենք պիտի մտածենք մենք ինչ կպատասխանենք այս հարցերին եւ հերթական 16-րդ հարցը հետեւյալն է. ինչու եք ավանդույթների պատճառով, ինչու եք ձեր ավանդույթների պատճառով Աստծո պատվիրանները անտեսում։ Ահա այս հարցի շուրջ ենք խոսելու եւ շատ կարեւոր եւ արդիական հարցադրում է սա եւ ամեն մեկս յուրաքանչյուր մարդ պիտի կարողանա պատասխանել այս հարցին, որովհետև մենք սովորաբար, որ լսում ենք, մենք պատկերացնում ենք ուրիշներին։ Այ ես գիտեմ մարդկանց, ես գիտեմ եկեղեցիներ, որ իրանք ավանդույթները բարձր են դասում Աստծո խոսքից։ Ես ուզում եմ մեզ նայենք ամեն մեկս։ Կան մեր կյանքում սովորույթներ, ավանդույթներ, պատկերացումներ, որոնք Աստվածաշնչին չեն համապատասխանում, բայց մենք շարունակում ենք այդպես ապրել։ Եվ սա նկատելը շատ դժվար է։ Սա պիտի մարդը անձնաքննությամբ անցնի, որպեսզի կարողանա դա նկատել։ Եվ ուզում եմ ամբողջ համատեքստը հասկանանք, գիտեք, մենք արդեն համատեքստին ենք նայում, բավականին երկար հատված է եւ ես փորձեմ ընթերցել Մատթեոսի ավետարան 15-րդ գլուխ առաջին 20 խոսքերը պիտի ընթերցեմ, բայց այս հարցը գրված է 3-րդ խոսքի մեջ, բայց որպեսզի հասկանանք ամբողջը, ամբողջ համատեքստը ընթերցենք, հետո կանդրադառնանք հարցին։ Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան դպիրներն ու փարիսեցիները եւ ասացին. իսկ դուք ինչու եք անտեսում Աստծո պատվիրանները ձեր ավանդույթի պատճառով, այդպես է գրված, չէ, սխալ է գրված։ Նոր Արարատն եմ կարդում, չգիտես ինչու, 3-րդ խոսքն է բերած այդտեղ գրած, հին Արարատից կարդամ, մոտեցան փարիսեցիներն ու դպիրները Հիսուսի մոտ եւ ասեցին. ինչու համար քո աշակերտները ծերերի ավանդությունը զանց են անում, որովհետեւ իրանց ձեռքերը չեն լվանում, երբ որ հաց են ուտում։ Հիմա Նոր Արարատից շարունակեմ։ Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. հապա դուք ինչու եք ձեր ավանդույթների պատճառով Աստծո պատվիրաններն անտեսում, որովհետև Աստված ասել է. պատվիր քո հորն ու մորը, եւ ով իր հորն ու մորը չարախոսի, մահվան կդատապարտվի։ Իսկ դուք ասում եք, ով իր հորը կամ մորն ասի, այն օգնությունը, որ ինձանից պիտի ստանա, իր Աստծուն եմ ընծայել, կարող է իր հորը կամ մորը չպատվել։ Ձեր ավանդույթի պատճառով խախտում եք Աստծո պատվիրանը։ Կեղծավորներ, ես այն ձեր մասին լավ եմ մարգարեացել ասելով, այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրանց սիրտն ինձանից շատ հեռացել է։ Զուր են ինձ պաշտում, երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ։ Եվ Հիսուսը ժողովրդին իր մոտ կանչելով ասաց. լսեք ու հասկացեք, մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ նրա բերանն է մտնում, այլ այն, ինչ նրա բերանից դուրս է գալիս։ Այդ ժամանակ նրա աշակերտները մոտեցան եւ նրան ասացին. գիտես, որ փարիսեցիները երբ այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին։ Նա պատասխան տվեց ու ասաց. ամեն տունկ, որ իմ երկնավոր հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։ Թողեք նրանք կույր են, կույրերի առաջնորդներ, երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն։ Այդժամ Պետրոսը Հիսուսին ասաց. բացատրիր մեզ այդ առակը։ Իսկ Հիսուսն ասաց. դուք էլ դեռ չեք հասկանում, չեք հասկանում, որ այն ամենը, ինչ բերանն է մտնում, որով այնի մեջ է գնում, ապա արտաքնոց գցվում, սակայն այն, ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս եւ դա է մարդուն պղծում, որովհետեւ սրտից են դուրս գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ, սրանք են մարդուն պղծում, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում։ Ինչ ենք հասկանում այս հատվածից, շատ կարևոր հատված եւ ասում եմ շատ արդիական մեր ժամանակների իհարկե ամբողջ Աստվածաշունչն է արդիական մեր ժամանակներում, բայց այս հատվածը, երբ որ մարդը ավանդությունը կամ իր պատկերացումը Աստծո խոսքից բարձր է դնում։ Նախ Տեր Հիսուսի գնահատականները տեսնենք, ասում է կույրերի առաջնորդներ են, այն մարդիկ, որոնք սովորեցնում են մարդու
հորինած պատվիրանները, ոչ թե Աստծո խոսքի գրած պատվիրանները, այլ մարդու հորինած պատվիրանները։ Սրանք կույր են, կույրերի առաջնորդներ, գիտենք, որ կույրը կույրին առաջնորդում է, Տեր Հիսուսն ասում է, երկուսն էլ անդունդն են ընկնելու, փոստն են ընկնելու, եւ սա խոսում է կործանման մասին։ Նաեւ հասկանում ենք, որ Աստծո համար, երբ որ մարդը ավանդույթը, ասում եմ, ձեր ավանդույթի պատճառով խախտում եք Աստծո պատվիրանը, երբ որ ավանդույթ ասելով, որպեսզի մեզ համար պարզ լինի եւ մեր եկեղեցիներում կիրառելի լինի, եկեղեցում ընդունված կարգի պատճառով կամ ժողովրդի մեջ ընդունված սովորությունների պատճառով կամ ձեր ընտանիքում ընդունված կարգի պատճառով խախտում եք Աստծո պատվիրանը։ Ցանկացած մի բան, քո պատկերացումների պատճառով ես կարծում եմ սենց ավելի ճիշտ ապրելը եւ Աստված դրան թեթև է նայում։ Ոչ։ Քո պատկերացումների պատճառով, քո ավանդույթների պատճառով գրված է խախտում ես Աստծո պատվիրանը եւ շարունակության մեջ ասում է զուր են ինձ պաշտում։ Իրենք շուրթերով են ինձ պաշտում։ Եթե Աստծո խոսքի հանդեպ հավատք եւ հնազանդություն չկա, ուրեմն իրենց սիրտը հեռացած է Աստծուց։ Այդ մարդը կարա շատ լավ երգի Աստծուն, սաղմոս ասի, աղոթ քանի, Աստվածաշունչ կարդա, եկեղեցի գա, բայց ասում է զուր են ինձ պաշտում, ես այդպիսի պաշտամունքը չեմ ընդունում։ Երբ որ մարդը ավանդությունը կամ իր պատկերացումները կամ ընդունված սովորությունները բարձր է դնում Աստծո խոսքից։ Գիտեք, բանավոր սովորույթներ եւ գրված խոսք, սրանք շատ կարևոր թեմաներ են։ Բանավոր սովորույթներ եւ գրված խոսք։ Ես շատ եմ մասնակցել այդպիսի բանավեճերի, որ մարդիկ ասում են, չէ՞ որ գրավորը բանավորից է ծնվել, դրա համար այնի հայրն է, այսի երեխան է, այսպիսի ոչ աստվածաշնչյան հիմնավորումներով տրամաբանություն, ընդհանրապես ցանկացած մոլորություն ծնվում է, երբ որ մարդը ասում է, հələ մի հատ Աստծո խոսքը մի կողմ դնենք, եկեք տրամաբանենք։ Եկեք տրամաբանենք ու ծնվում է մոլորությունը, հենց Աստծո խոսքը մի կողմ են դնում։ Իսկ ինչ ասում Աստծո խոսքը։ Օրինակ Տեր Հիսուսի ժամանակ էլ կար բանավոր ավանդություն, բայց երբ որ անապատում փորձության ժամանակ սատանային պիտի հաղթեր իր խոսքերով, ինչ էր ասում։ Գրված է։ Այսինքն Տեր Հիսուսը ինքը կարևորում էր գրված խոսքը։ Ու մենք գրվածը չպիտի ստորադասենք բանավորին։ Ընդ որում գրվածը չի փոխվում, իսկ բանավորը փոխվում է ժամանակի ընթացքում։ Եվ վերջերս մի հարցազրույց էի լսում, այդպես ավանդական եկեղեցու ներկայացուցիչ մեկը, որ շատ բացասաբար է տրամադրված, օրինակ ավետարանական եկեղեցիներին, ասում էր, որ ավետարանական եկեղեցիները միայն Աստվածաշունչն են ընդունում որպես բացարձակ ճշմարտություն։ Իսկ մենք ընդունում ենք Աստվածաշունչը եւ հայրերի փոխանցած ավանդությունները, եւ այնտեղ իրանից հարցազրույց վերցնողը ասեց. հույս ունեմ դրանք իրար չեն հակասում, ասես չէ, չեն հակասում։ Միանգամից մի հատ այսպես թուքը կուլ տվեց ու որովհետեւ ինքն էլ գիտեր, որ ավանդությունների մեջ բաներ կա, որ իհարկե հակասում է։ Օրինակ Աստվածաշունչը, օրինակ եպիսկոպոսների ամուսնությունը չի արգելում, բայց հայրերի ուսուցումներ կան, որոնք արգելում են եւ ստապ դատող մարդը կասի, որ շատ կան այդպիսի հակասություններ։ Հիմա մենք այնպես չի, որ մենք ավանդույթներ չունենք ու մենք ավանդույթ բառից վախենում ենք, չէ։ Մենք էլ ունենք ընդունված կարգեր, ավանդույթներ, մենք էլ ուսումնասիրում ենք հայրերի գրվածքները եւ վերցնում ենք այնքանով, որքանով դրանք չեն հակասում Աստվածաշնչին։ Բայց երբ որ հակասում են, օրինակ ավետարանական եկեղեցիներում եպիսկոպոսներին արգելված չի ամուսնանալ։ Մենք չենք ասում պարտադիր պիտի ամուսնանաք, որտեղ Աստվածաշունչը չի ասում պարտադիր, ասում է ազատ թողեք ամուսնանալու կարգը եւ մի արգելեք ամուսնանալը, ընդ որում եպիսկոպոսների ընտրության հարցում ասում է նայեք, որ իր կինը լինի այսպիսին, երեխաները լինեն այսպիսին եւ հստակ Աստվածաշունչը խոսում է այս մասին։ Ավանդությունը կամ
հայրերի փոխանցած ժառանգությունը վարդապետական կամ եկեղեցու կառուցվածքի, եկեղեցու կառավարման առումով կարող է հակասել, որովհետև Աստվածաշունչը անսխալական է, իսկ հայրերը անսխալական չեն, ամբողջը սկսում է այստեղից։ Եվ մենք վերցնենք սխալականն ու անսխալականը դարձնենք համահավասար հեղինակություն, գալիս ենք այն փաստին, որ Տեր Հիսուսը եկավ, ասես ձեր ավանդության պատճառով դուք անտեսում եք Աստծու պատվիրանները։ Եվ հարց տվեց. ինչու՞։ Բնականաբար այդ հարցազրույցի մեջ ես այդքանն եմ նայել ու ցանկություն չկար նայելու, որովհետև սուտ էր այն փաստը, որ ավանդությունը չի հակասում Աստվածաշնչին, անգամ այն հայրերը եկեղեցու, որոնց օրինակ ավանդական եկեղեցիները ընդունում են, իրանք են իրար հակասում։ Եվ ես մի անգամ այդպես հոգևորականի այդ բանավեճի մեջ էի ու ցույց տվեցի, ասեցի, այս անունը տվեցի, ընդունում ես, ասեց այո, եկեղեցին ընդունում է իրան։ Այս մեկին ընդունում ես, այո։ Հիմա ես քեզ ցույց եմ տալու մի վարդապետություն, որ իրանք հակադիր տեսակետ ունեն։ Երկուսը, որ դուք ընդունում եք, նույն վարդապետության մասին հակադիր բաներ են ասում։ Սա նշանակում է մեկն ու մեկը սխալ է ասում, դու չես կարող երկուսին էլ ընդունես, երբ որ երկուսը իրար հակառակ եւ այդ եկեղեցու կողմից ընդունված հայրերի մեջ իրար հանդեպ հակադիր տեսակետներ կա։ Ինչպես կարող ենք մենք ասել իրանք անսխալական են։ Անսխալական միայն Աստված է եւ Աստծու հոգով գրված Աստվածաշունչը։ Մնացածը սխալական են։ Դրա համար Տեր Հիսուսի այս հարցը ուղղված է մեզանից յուրաքանչյուրին։ Եթե դու մտածում ես, մեր եկեղեցին չի կարա սխալ լինի։ Անկամ եթե ավանդական եկեղեցուց չես, եկեղեցին ոչ չի կարա սխալ լինի։ Գիտեք ինչ են ասում, օրինակ կաթոլիկ եկեղեցում ընդունված է, որ Հռոմի պապը ինքը չի կարա սխալվի։ Այսպեսի, որտեվ Քրիստոսի տեղապահն է երկրի վրա եւ ինքը Սուրբ Հոգով լցված մարդ է, եւ ինքը չի կարող սխալվել, որովհետեւ Սուրբ Հոգով է առաջնորդվում։ Հիմա փաստը մնում է փաստ, որ շատ պապեր այնպիսի սխալներ են արել պատմության ընթացքում, որ ոչ միայն սխալվել են, այլ ամոթ է այդ սխալների մասին խոսել։ Հիմա փաստին նայենք, թե այսպես հիացական բացականչություններին։ Իհարկե, պիտի նայենք փաստերին եւ մարդը անգամ լինի ինքը ամենաբարձր իշխանության, հոգեվոր իշխանության ամենաբարձր գագաթնակետին լինի, Պողոս առաքյալն ասում է, ով կարծում է հաստատ է կանգնած, ով կարծում է ինքը ինքան արդեն հոգևոր է, որ չի կարող սխալվել, թող զգույշ լինի, որ չընկնի, որովհետև բոլորս ենք սխալական։ Եվ Տեր Հիսուսի հարցը, ինչու եք ձեր ավանդույթների պատճառով Աստծու պատվիրանները անտեսում, ուղղված էր փարիսեցիներին ու դպիրներին, որոնք մեղադրում էին իր աշակերտներին։ Եվ Տեր Հիսուսը ասեց, դա խնդիր չի, իրանց արած այդ սխալը, որ առանց ձեռքերը, լավ կլինի ձեռքերը լվանան նոր ուտեն, բայց եթե այդ պահին հիմա սոված են եւ ջուր չկա մոտակայքում, իրանք առանց ձեռքերը լվալու կերան, դա չի նշանակում իրանք պղծվեցին, որովհետեւ էդի չի պղծում մարդուն, բերանից դուրս եկածն է պղծում։ Իսկ դուք սովորեցնում եք, որ Աստծուն ընծայվածը, եթե քո ծնողը սոված է, դու իրան պիտի հաց առնեիր, այդ գումարը 10 Աստծու գործին, դա ընդունելի է, ոչ, դուք պատվիրան եք խախտում, հակասում է սա պատվիրանին։ Եվ գիտեք, երբ որ Աստվածաշունչը հոգևոր կյանքի սահմանադրությունն է, ես ուզում եմ մենք պատկերացնենք ամբողջ ահավորությունը, ամբողջ կործանարար ազդեցությունը, սա մենակ ավանդական եկեղեցիներին չի վերաբերվում, սա ցանկացած եկեղեցու է վերաբերվում նաև մարդու հավատքի կյանքին։ Երբ որ մարդը վերցնում է ու իր պատկերացումները դնում է Աստվածաշնչից վերև, նայեք ինչ է տեղի ունենում, մոտավորապես երկիր պատկերացրեք, որտեղ սահմանադրություն կա, բայց օրինակ սովորույթները, ամեն երկիր, ամեն ժողովուրդ ունի իր սովորույթը, չէ՞։
սովորույթը, որ երկրի մեր պապերից ենք ժառանգել, դա վեր ենք դասում սահմանադրությունից։ Հիմա ոչ միայն երկրի ժողովուրդը ունի սովորություններ, մենք գիտենք, որ Հայաստանի տարբեր մարզերում տարբեր սովորություններ կան։ Եվ պատկերացրեք ամեն մեկը իր սովորույթները երկրի սահմանադրությունից վեր դասի։ Մեկն էլ կասի իմ ընտանիքում այսպես է ընդունված։ Այն մեկը կասի իսկ մեր գավառում այսպես է ընդունված, մեր քաղաքում, մեր գյուղում, մեր մարզում այսպես է ընդունված, բայց երկիրը ունի սահմանադրություն։ Եվ օրենքները պիտի բխեն սահմանադրությունից։ Հիմա մենք պիտի հասկանանք, որ մեր հոգևոր կյանքի սահմանադրությունը Աստվածաշունչն է։ Եվ մնացած բոլոր սովորույթները, ավանդությունները, չգիտեմ, ավանդույթները, ամենը պիտի գոնե չհակասեն սահմանադրությանը հոգևոր, որ Աստվածաշունչն է։ Եթե երկիրը մի օրենք է ընդունում, որտեղ կասկած կա սահմանադրությանը հակասում է, թե ոչ, այդ օրենքը ուղարկում են սահմանադրական դատարան, որպեսզի դատավորները քննեն ու հասկանան, եթե հակասում է, չես կարող դու այդպիսի օրենք ընդունել։ Վաղը մյուս օր դատարանում այս մարդը կասի, ես այս օրենքը չեմ խախտել, այն մեկն էլ կասի, բայց դու սահմանադրությունն ես խախտել ու կլինի հակասություն։ Եվ Տեր Հիսուսը ասում է, ձեր բոլոր ավանդույթները, ինչ եք սովորեցնում, ինչ է ընդունված, դա չի անցնելու երկնքում։ Ասում է, այն խոսքերը, որ ես խոսեցի, այդ խոսքերն են ձեզ դատելու։ Աստծու խոսքն է, Տեր Հիսուսի ասած գրվածն է, որով մենք դատվելու ենք, գրվածն է, որով երևում է Աստծու կամքին հնազանդն ու անհնազանդը։ Մեր եկեղեցում այսպես է ընդունված։ Մեր պապերը այսպես են սովորեցրել, իմ տատիկից սա եմ լսել, ոչ պապերով, ոչ եկեղեցիներով, ոչ էլ տատիկով է լինելու, այլ Աստծու խոսքով է լինելու մեր քննությունը, մեր դատավարությունը, որովհետև յուրաքանչյուրս գրված է կանգնելու ենք Աստծու առաջ ու հաշիվ ենք տալու մեր ապրած կյանքի համար։ Եվ որպեսզի այն օրը ամոթով չլինենք, որովհետև եթե ամոթով լինենք, շատ վատ է լինելու մեզ համար, մենք պիտի այսօր հասկանանք Տեր Հիսուսի այս հարցը եւ փորձենք պատասխանել։ Իսկ մենք ինչպես ենք վերաբերվում, իսկ մենք գիտենք ինչ ավանդույթներ մենք ունենք մեր կյանքում, որ այդպես մեզ համար եկել է, այդպես նորմալ է, բայց դա Աստծո խոսքով չի։ Եվ ինչու ենք մեր ավանդությունների պատճառով Աստծու պատվիրանները անտեսում։ Մարկոս 7:9-ում նույն խոսքը գրած է Աստծու պատվիրանը անարգում եք։ Արդյոք մենք տեսնում ենք մեր ավանդույթները։ Մատթեոս 7:3-ում գրված է քո աչքի գերանը տես, որ դիմացինի աչքի շյուղը կարողանաս հանել։ Մենք շատ լավ տեսնում ենք, որ ուրիշ եկեղեցիները իրենց ավանդույթները բարձր են դասում Աստծու պատվիրաններից, իսկ մենք մեզ կարողանում ենք քննել։ Ես շատ կուզեմ, որ դուք օգնեք ես, որպես եկեղեցու հովիվ իմանամ, եթե մի բան կա, որ ես չեմ զգում, ասեմ, բայց Աստծո խոսքը այսպես ասում ու մեր արածը հակասում է Աստծո խոսքին։ Մենք հասկանանք, մենք քննենք, մենք փոխվենք եւ ամեն մեկս մեր կյանքում, ընտանիքում, մարդկանց հետ հարաբերությունների մեջ, ծառայության մեջ, դե նորմալ է։ Նորմալ է, որ պաշտամունքը սկսել է, դու դուսը զրուցում ես։ Նորմալ է, որ երկրպագության ժամանակ հեռախոսին ես նայում։ Նորմալ է, Տեր, դու գիտես, որ քեզ սիրում եմ։ Սիրում ես, իր երկրպագության ժամն է։ Ոնց ես դու կարողանում հեռախոսին նայես իր երկրպագության ժամանակ։ Այդտեղ Քրիստոս ներկա է եւ մենք միանում ենք Քրիստոսին երկրպագելուն։ Ոնց ես դու դուրս գալիս պաշտամունքի ժամանակ ինչ-որ մեկի հետ զրուցելու, դե նորմալ է, ավանդույթը այդպես է սկսում։ Եվ մենք պիտի քննենք։ Ինչ է Աստծո խոսքը ասում առաջնորդներին պատվելու մասին, ինչ է Աստծո խոսքը ասում ծառայելու հանդեպ քո վերաբերմունքի մասին։ Թուլությամբ մի ծառայեք։ Եթե դու ծառայող ես, ամբողջ ուժով պիտի ծառայես, ամբողջական նվիրումով պիտի ծառայես։
անձը ուրանալով, խաչը վերցնելով պիտի ծառայես։ Մենք ունենք ընդունված կարգեր, եւ ժամանակն է, որ մենք քննենք, ժամանակն է, որ մենք ապաշխարենք ամեն մեկս մեր ընդունված կարգերից եւ մեր պաշտամունքը, մեր կյանքը, մեր հոգևոր ընթացքը, մեր իրար հետ հարաբերությունները, ծառայության հանդեպ վերաբերմունքը ամենը համապատասխանեցնենք Աստծո խոսքին։ Դե չէ, այս հարցին պիտի պատասխանենք, ինչու ես քո պատկերացումների պատճառով, քո սովորույթների պատճառով, քո ավանդությունների պատճառով անարգում Աստծո խոսքը, անտեսում Աստծո պատվիրանները։ Եկեք կանգնենք աղոթքի եւ խնդրենք Տիրոջը, որ մեր աչքերը բացի, որ մենք չունենանք մի բան մեր կյանքում, որ ավելի կարևոր լինի, քան Աստծո խոսքը։ Օրհնյալ Աստված, շնորհակալ ենք քեզնից քո խոսքի համար եւ գիտենք, Տեր, որ մեր փրկությունը, այդ մեծ զոհը, որ Գողգոթայի խաչի վրա դու արեցիր, քո կյանքը դնելով, քո չարչարանքների ու տառապանքների գնով, քո մահվան գնով փրկագնեցիր մեզ այդ փրկությունը հասանելի է միայն եւ միմիայն մեր հավատքի շնորհիվ եւ հավատքը լսելուց է ու քո խոսքն ասում է, որ լսելը Աստծո խոսքից, քո խոսքերից, Տեր Հիսուս, եւ տուր մեզ, որ երբեք ու երբեք մեր հավատքը մեր պատկերացումների վրա չլինի, մեր հավատքը առասպելների ու ավանդությունների վրա չլինի, մեր հավատքը քո գրավոր խոսքի վրա լինի, Տեր։ Եվ մենք մեր ապաշխարությունով, մեր փոխված կյանքով, քո պատվիրանների հանդեպ մեր ակնածանքի ու հնազանդության վերաբերմունքով ցույց տանք, որ սիրում ենք քեզ եւ քո խոսքը թանկ է մեզ համար, քո խոսքն է մեզ ապրեցնում, բժշկիր մեզ քո խոսքերով եւ իմաստություն տուր, որ տեսնենք այն սխալ պատկերացումները, այն ավանդությունները, որ մենք ունենք մեր եկեղեցիներում, մեր կյանքերում, մեր աստվածպաշտության մեջ, որոնք գուցե չհասկանալով բարձր ենք դասել քո պատվիրաններից, ներիր մեզ եւ մեզ տեսնող աչքեր եւ ապաշխարող սիրտ տուր։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Ամեն։